Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իր տարեվերջյան ասուլիսը որոշել էր ֆուրշետով զուգորդել։ Լրագրողներին հետաքրքրեց, թե արդյոք պետբյուջեից է վճարվելու դրա համար։ Ես վարձակալել եմ իմ անձնական միջոցներով եւ դահլիճի վարձակալումը եւ ֆուրշետը հյուրասիրում դա ընդհանուր, եթե ուզում եք վերացեք գումարների, դա արժեցել է 888,000 դրամ։ Ես նախընտրել եմ այս դահլիճը ինչի համար, որ ավելի ազատ լինենք եւ ավելի լավ պայմաններում անցնի։ Եթե ուզում եք կարող եմ ներկայացնել իմ քարտային վճարը ստեղից, որ չասեք իմ անձնական քարտային վճարը։ Նախարարի պաշտոնում ընդամենը 3 ամիս պաշտոնավարած Վահան Մարտիրոսյանը ամփոփեց տարին։ Նա կրկնեց իր նախորդին Գագիկ Բեգլարյանին ասելով, որ Հայաստանը այլընտրանք է փնտրում Վերին Լարսին։ Սակայն ի տարբերություն Գագիկ Բեգլարյանի, որը ցանկանում էր կարգավորել հարավոսական հակամարտությունը, այս նախարարը ավելի համեստ է եւ Լարսի այլընտրանքը տեսնում է փոթիից լաստանավ գործարկելու մեջ։ Ալտերնատիվ ճանապարհներ քննարկվում են լաստանավ կազմակերպելու միջոցով, բայց կոնկրետ նշեմ, որ այսօր էլ փոթեի նավահանգիստը լաստանավեր չի ընդունում, ինչի համար, որովհետև փոթորիկ է։ Մենք քննարկում ենք նաև ավիափոխադրումներով բեռներ տեղափոխել եւ շուտով կունենանք ալտերնատիվ տարբերակներ։ Բայց այսօր Լարսը բաց է, արդեն անցել են Հայաստանի սահմանին մոտեցել են արդեն 300 մեքենա, դա ոչ միայն Լարսից, այլև փոթեի նավահանգստից։ Իսկ Լարսի սահմանը հատել են, եթե չեմ սխալվում, 240 մեքենա դեպի դուրս եւ 185 մեքենա դեպի մեր կողմ։ Տարբեր բեռնափոխադրողներ բարձրաձայնում են Ռուսաստանի սահմանը հատելիս Ռուսաստանի ճանապարհատրանսպորտային տեսուչների կողմից ապօրինի գանձումների մասին։ Գիտեք, այդ հարցը բարձրացվել է Ռուսաստանի կառավարության առջև, ես բարձրացրել եմ իմ գոլեգայի առաջ։ Ընթացքում ես էլ եմ եղել այս վերջերս Լարսում եւ Լարսում այդ հարցը բարձրացրել եմ նաեւ Մաքսային կետի պետին, այնտեղի սահմանային կետի ղեկավարներին։ Իրենք հաստատում են, որ այդպիսի բան չկա, բայց մեր վարորդները նույնպես նշում են, որ ժամանակ առ ժամանակ լինում է։ Մենք էլ ժամանակ առ ժամանակ պայքարում ենք դրա դեմ, բայց հասկացեք, մենք չենք կարող Ռուսաստանում ինչ-որ մի բան փորձենք մենք մեր միջոցներով փոխենք։ 2008-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման մասին։ Ուր է հասել այդ գաղափարի իրականացումը։ Հայաստան-Իրան երկաթգծի մենք հիմա ունենք արդեն բիզնես պլան, որտեղ որ կոնկրետ նշված է ինվեստիցիոն մասը, կոնկրետ հետգնման ժամկետը, կատարված է մոտավոր ուսումնասիրություն հատվածների հետ կապված եւ ավելի ստույգ աշխատանքներ կատարում են նաեւ ներդրողների հետ, պետությունների հետ, ներդրողների հետ եւ ավելի ստույգ ինֆորմացիա ունենալու դեպքում ձեզ կտրամադրվի։ Մարտիրոսյանն ասում է, անձամբ է ուսումնասիրություններ իրականացրել եւ հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունում չարաշահումներ չեն գտել։ Եթե եղել է, դա արդեն իմ դաշտը չի, նախարարության դաշտը չի, եղել են արդեն երևի կապալառու կազմակերպությունների մեջ, դա ես չեմ կարող անդրադառնալ։ Մարտիրոսյանը կարևորում է միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնողների վերաբերյալ ազգային ժողովում մոնեստրական փաթեթի ընդունումը, ինչի արդյունքում ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնողները կմտնեն օրինական դաշտ։ Այսօրվա ասուլիսին նախարարը կարևոր լուր հաղորդեց, ավտոմեքենաների տեղզնման կտրոնները վերանալու են։